Շատ սիրելի քույրեր եւ եղբայրներ կբարևենք ցեզի եւ շնորհակալ եմ Աստծո այսօրվան համար, այս բահին համար։ Շնորհակալ եմ Աստծո, որ իր միածին զավակը մեզի տվավ աշխարհ, դեպետև մենք մեկ օր, երկու օր պաշտոնապես գտնենք իր ծնունդը, բայց մեզ համար իրականության մեջ ամեն օր ծնունդ է, որովհետև մեր կյանքը փոխվեցավ, մեր կյանքը նպատակ առավ, նշանակություն առավ, իմաստ ունեցավ, հույս առավ, ապակա ունենք հավիտենական կյանքը։ Պարկուդամ Աստծո իր բոլոր ողորմություններուն եւ կորձերուն համար ամեն մեկուս կյանքին վրա։ Եվ ուրախ եմ այսօր, որ բացարիք բահ մտածել պիտի ունենանք հարցազրույց ունենալով Հովիվ Զոհրաբ Սարգսյանի հետ, պիտի լսենք իր վկայությունը, պիտի լսենք իր խոսքերը եւ պիտի տեսնանք եւ պիտի փառավորենք Աստված բոլորս միասին Աստծո կորձը իր զավակին վրա ինչպես սկսավ եւ որքան պիտի շարունակվի ապակային։ Բարկուդամ եւ բարի եկածեք Հովիվ Զոհրաբ եւ ուզեմ գուզեմ մի քանի բարերով ցեզ ներկայացնել եւ անկայատ կա ցեզի պիտի ցկեմ խոսքը։ Ուրեմն Հովիվ Զոհրաբ Սարգսյան իր հոգևոր ճամփորդությունը սկսած է 2018-ին։ Եվ նոյեմբեր 8-ին 2025-ին գծերնատրվի վերաբադվելի Թորոնտոյի հայ ավետարական եկեղեցիին, բայց անգեց առաջ դերը իրեն դարիներով զինեց, մարզեց, զորվեցուց, լեցուց իր հոգիովը, լեցուց իր գիտությունովը, մայիս 2025-ին բարձր հիշադակությամբ արժանացավ եւ ստացավ Թինդեյլի համալսարանի հովվական աստվածաբանական մագիստրոսի գոչումը։ Անգամը եւս կշնորհավորեմ ցեզի ձեր երկնաբադիկ դիտողներուն համար եւ հիմա գուտամ ժամանակը ցեզի ինչպես սկսած եք ճանաչած եք Տեր Հիսուս Քրիստոսը ինչպես ինչու եւ հրամեցեք Խնդրեմ, շնորհակալ եմ Գարինե, նախ Պարկուդամ Աստծո քու ծառայությանը համար, որ գդարես Zoom-ի վրա եւ բոլորիս օրհնություններ եղած է եւ դակավին օրհնություններ ավիլի։ Շնորհակալ եմ այսօրվան արիթին համար, Փառք Աստծո գտանք, որ մեր խոսքերում մեջ են մարդիկ Քրիստոս ճանչնան եւ տեսնեն։ Շատ արագ անդրադառնամ անցիս մասին, եթե կան որոնք ծանոթ չեն ինձի, ես Զակումով Հալեբ ծնած եմ եւ մանկությունս մինչեւ high school ավարտելիս երկրորդական բաժան Հալեբ ասկային Կարեն Եփեջեմարան ավարտած եմ։ Անգևերջ աջախած եմ Լիբանան, ամերիկյան համալսարանը Business Administration-ի վկայականով եւ անգևերջ եկած եմ McGill մեկ տարի ավելի բարձր վկայական առնելու management-ի մեջ եւ անգևերջ McGill համալսարան ավարտելիս ոչ աշխատած եմ իբրև հաշվաբար 5 տարի անգևերջը որ փոխադրված եմ Թորոնտո 2008 թվականին որ ծանոթացա գնաճս Լորիին Ջանբազյանին եւ ամուսնացանք հաջորդ տարին եւ անգևեր Գաբրիմ Թորոնտոյի մեջ ունեի նախկին կյանքիս մեջ դպարանի կորձով գսպաղեի դպակրություն գնային եւ 2018-ին որ դերը փոխեց լրիվ կյանքս եւ նվիրված եմ իրեն ծառայության իր парքին համար Այսքան իմ անցիս ասենք գենսակրականին անդրադառնալով շատ եւ Հալեբի եւ Բեյրութի եւ Կանադայի Մոնրեալի եւ Թորոնտոյի մեջ ծառայած եմ այսինքն համայնքին մեջ զանազան ծևերով մարզական ընկերային երդասարտական գազագերբություններում մեջ որոնց համար ուրախ եմ Աստծո որ ինձ արի տվավ որ իմ կարողություններս ճանչնամ եւ վերջը գործի տնեմ իր парքին համար Ամեն շատ հետաքրքրական է որ Աստված իր զավակը կգանչե սկիզբեն գոչած կլա պատրաստած կլա հետևած է ծեր կյանքին ամեն ելևէջներուն եւ աստիճաններուն բայց ինչպես եղավ այդ բահը 2018-ին հանգարց ինչ փոխվեցավ ծեր մեջ Մինչև հոն հասնելը կարծեմ պետք է քիչ մը background դերեկություն տամ որ լավ ըմբռնենք թե Աստված ինչպես կգործե այսինքն երբ որ ես կտեսնեմ որ Գավարդեմ իմ երկրորդական բաժանանս եւ կհաջախեմ ամերիկյան համալսարան այդ օրը կգարձեմ որ բադահական այսինքն բադահեցավ այո դեռնայի երթալ ավելի լավ համալսարան շնորհակալ եմ ընտանիքիս ադգարողության համար որ ինձ դվին արիտ ուսանելու ավելի բարձր ուսումով անգլերենով ամերիկյան համալսարան բայց կտեսնեմ նաեւ այդ Աստծո մեծ ծրագրի մեջ Դե ինչու Աստված ինձ ուղղոն ուղարկեց Ուրեմն եղբայրս ինձ մե 2 տարի առաջ Հայգազյան համալսարան արդեն հաջախեր եւ երբ որ ես հաջախեցի 1998-ին եղբորս ընկերները եղան իմ ընկերներս որովհետեւ ես Լիբանանի մեջ ուրիշ ընկերներ չունեի Ուրեմն հոն նյութերը սկսման խոսվելու թե
որոշ տղա կսկսան հետևյալ արտահայտությունը անել, որ մենք Հիսուս Քրիստոսը կճանչնանք անձնապես եւ անիկա մեր Տերն ու Փրկիչն է։ Ես ալ իմ սովորական կյանքից մեջ, այսինքն կհավատայի, որ Հիսուս կա եւ իմ Աստվածս է, այդպես ասեմ, այդ օրվա մտքի հասկացողությամբ, բայց երբ որ այս տողոց խոսքերը լսեցի, վարյամը իմ մեջս այսպես երկու գաղափար արտնցավ։ Մեկը դա առնվեցա, offended, որ այս մարդիկը երբ որ գսեն Հիսուսի հետ հարաբերություն ունին եւ Տեր Հիսուս իրենց Փրկիչն է եւ Տերն է, ես միթե ինչու չեմ գտնար այդպես ասել։ Եվ նեղացուց ինձի այս խոսքը, որովհետև ոչ թե որ չեմ ուզեր ասել, բայց չեմ գտնար ասել, որովհետև եթե ասեմ, սուտ խոսած պիտի լամ, կամ փամ ասած պիտի լամ, որում ճշմարտապես չեմ հավատա։ Եվ այս կարծեք Աստված ինձի մասնավոր լիբանան դարա, որ այս տեսակ տղոցմե լսեմ հետևյալ խոսքը։ Եվ այդ խոսքը մտքիս մեջ սկսավ մեծնալ։ Որ մնալ ինքս հարցուցի թե եթե այս դղակը սուդեն իրենց ասածին մեջ, բեչունիմ ժամանակս իրենց վրան վատնելու մորցիր ասեմ, մորցիր, սուդեն պամնեսին, բայց եթե իրավ է իրենց ասածը, երանի իրենց ասինիթվս, երանի իրենց, որ իրենք գիրեն պամը, ճշմարտությունը, դերը, որ ես չեմ գիտեր դագավին, երանի իրենց, բայց ավելի երանի դվի, որ օրմը ես հալ անոնց մեր լամ կանի, որ իրենք եթե ճշմարիտ են։ Բագասպան գարցեր կյանքի մեջ, ինչ որ ներկայացուցիք ձեր ինքնիթիվ բավական սպաղ ժամանակներ ունեցած եք, բայց հետաքրքրական է, որ ինչ գարցեր մեջ բագաս, որ այդ խոսքը ցեզի մտածել տվավ։ Շատ լավ հարցում եք Կարինե, որովհետև կարծեմ բագասը նյութական, ֆիզիկական կարողություններով հետ կապված չէ, բագասը սելով ես սկսա իմ հավատքս վերականգնեմ։ Ասելով թե երբ մեկը հավատացյալ գլա, ուրեմն աստիմացի դղակս հավատացյալ են, ենթադրությունը այն է, որ ես հավատացյալ չեմ, ինձ մեկը պիտի չսե այդ, բայց երբ որ իրենք հավատացյալ են, ուրեմն ես հավատացյալ չեմ, իմ աչքով ստիպված եւ այդ հավատքի, ասենք չափանիշը կփնտրեի, standard, bar, ուր է որ մեկը հոս եթե հասնի հավատացյալ է, եթե այդ չի հասնի հավատացյալ չէ։ Միթե եկեղեցի հաճախելներ, միթե սուրբ գիրք կարդալներ, կամ աղոթք կնելներ, կամ չեմ գիտեր, Քրիստոսի մասին խոսիլներ, ուր էր եւ այդ է որ կդարձեմ բագասներ իմ մեջս, որ ես կուզեի լեցնել, որովհետեւ անգյաց ասած, այսին մտածած էի միշտ որ ինչպես մարդիկ հավատացյալ գլան, կամ ինչպես մարդիկ տարբեր են իրար մե իրենց հավատքի մեջ, եւ այո, հասկանալի է որոշ չափով, բայց այդ խոսքերը նեղացուցին ինձ այդ օրը, որովհետեւ հետեւյալ հարցում մտքիս մեջ կա, կամ իրենք ճշմարիտ քրիստոնյա են, կամ ես, եւ իրենք իրենց ընթացքին մեջ, եւ ես իմ ընթացքիս մեջ, երկուքս ալ գադարյալ ճշմարիտ քրիստոնյա չենք կրնալնա, եւ համանքային չեն նույնը, այսինքն եթե կաթողիկ ես, եթե արաքելական ես, եթե աբեդարանական ես, եթե համանքային չեն նույնը հավատքին մասին է, ինչպես այդ անձը գրնա այդպես արտահայտվել, եւ ես չեմ գրնա արտահայտվել, եւ հոներ որ իմ միտքս ավելի ճիշտ է սիրտս ամբողջ էությունս, my whole being սկսավ խորին մտածել թե ինչ պիտի լինեմ եւ ինչպես պետք է լանեմ։ Ուրեմն գուզեի միշտ լսել աբեդարան, գիտնալ, գարտալ եւ մի քանի անգամներ մասնակցեցա, դղակ կանչեցին եկեղեցի եւ բաշտամունքի եւ այլն եւ կացի, բայց դագավին չէի պատրաստված հոգեպես։ Սակայն Աստված սերմը ցանեց ինչպես որ իր խոսքը գսե եւ չենք գիտեր այդ սերմը ինչպես գաջի եւ երբ պիտի աճի բայց միշտ մտքիս եւ սրտիս մեջ եղած էր որ լսեմ Աստվածաշունչը կրում եւ 10 տարի մգրնամ ասել հանգիստ անցավ եւ ես այսպես սովորական երբեմն գլսեմ երբեմն գուզեմ բայց մեծ մասամբ իմ մտքիս մեջը չէ 10 տարի վերջ գարձեք կորձիս պատճառով հիմա դպակրությունն ալ ես կհավատամ Թորոնտո կալեսալ կհավատամ որ սովորական պատահական բաներ չէին այո Աստված իմ կյանքիս մեջ գինես արջերս բերավ Թորոնտո ծնած մեծած լորին եւ անիգա բաժար եղավ
որ ուրախ եմ։ Սակայն Աստված այլ նորեն մեծ ծրագիր ունի իմ կյանքիս մեջ, որ ինձի Լիբանանեն այդ խոսքերը լսել ես վերջ կբերե Տորոնտո, Մոնտրեալ են վերջ։ Եվ ես տպագրական գործի մեջ պետք է ունենայի գրաֆիկ դիզայները։ Եվ այս գրաֆիկ դիզայները ուրեմն սկսավ մեկը ծանոթացուց ինձ իրեն եւ մենք սկսանք իրար հետ աշխատել։ Ինքը ավելի ազատ ֆրիլանս աշխատեր, բայց մեր բոլոր գործերը ինքը գներ։ Եվ անշուշտ սովորական կյանքի մեջ, բիզնեսի մեջ միշտ խաբեբայություններ կան, չարություններ կան, հաջախորդներ կան, որ գխաբեն չեն վճարեր եւ այլն։ Եվ ես միշտ ընդվզած էի, որ ես արտարորեն կգործեմ գմոդենամ, բայց դիմացիներս կշահագործեն այդ բարությունը կամ արտարությունը։ Եվ կքանքադեի այս գրաֆիկ դիզայներին գրնամ անունն դա Արադեր Հարությունյանն է, որում շատերը Տորոնտոյի մեջ կզանցան։ Եվ օրը արանսավ, որ մի քանի անգամներով վնաս չունի զորավս, պիտի համբերենք, պիտի ներենք, իրենք պիտի տեսնեն մեզի, որ մենք դարբեր ենք վերջի ետ պիտի կան, պիտի թույլ տան։ Բայց գործի պայմաններն ալ թույլ չէին եւ ուզես դրամ շահիլ եւ դեմսի որ արա այսպես չլա, բայց այս գործս այսպես չեմ գնար դարձնել, սա վնաս չունի զո, պիտի համբերես, Աստված կտեսնե եւ կբարձրացրե։ Ուրեմն բանը թե ինչն է դարբեր աս արային, որ այսպես մոդեցում ունի միշտ։ Միշտ հանդարտ է, միշտ սիրով է, միշտ ներով։ Մեկումը հարցուցի եւ ինձի ասավ, որ արան հավատացյալ է։ Նորեն այդ բառը գտնվեցավ դյանքիս մեջ, եւ ես հոն նշմարեցի, արան հավատացյալ է, բայց թուն չես զորա։ Եվ հոն սկսա մտածել արային նկարագրի մասին, եւ տեսնել, որ արան իսկապես դարբեր նկարագիր ունի, որ ինձ մե դարբեր է, ուրիշներեն դարբեր է, եւ ցանկալի է, որ ես ալ այդպես ըլլամ։ Բայց արայինը չխոսեց անույթ, հավատքի, հարձաբես Աստված ինձի անտիետ անդրադարձուց, որ դարբեր գրնաս լալ այն իմաստով հավատքի մեջ։ Եվ կորձերու որ գտբեին, կրկեր գտբեին շատ, Աստված զանազան ծևերով սկսավ ինձի հետ խոսիլ։ Հիմա այս բարերը գրնամ կործածել այդ օրը չէի գիտեր։ Մարդիկ կային, որ քիռ տվեցին Հիսուսի մասին։ Եվ ես դպակրուչան գործի մեջ ստիպված պիտի գարտամ այդ կրկերը, դամ աչքը պիտի անցնեմ։ Եվ սկսա հետաքրքրությունս ավելի Աստված բացավ իրեն հանդեպ։ Երբեմն եկեղեցիներու հետ աշխատանք կդանեի բիզնեսի եւ գներականներուն հետ կհանդիպեին գուկային կորձի համար գխոսեին, բայց խոսակցությունը հավատքի գերտար եւ այլն եւ Աստված սկսավ շատ ավելի խոսի։ Որ մնալ որ ասոնք turning point-երեն են գրնամսել YouTube-ն փամը գտիդեի եւ արաբ շեխմա նստած իրեն հետ շատ նորեկ դերդասարտնը որ գուզե շեխլալ հետը հարցազրույց կնե եւ իրեն հարցուց որ դու կուդանդ մեջ ունիս դարբեր նկարներ Գանդիին նկար ունիս Քրիստոսին նկար ունիս Մադեր Թերեզային նկար ունիս ինչու համար ունիս ասոնց նկարներ այսինքն դու շեխ ես եւ այլն մարդալսա որ ինչ կա սա նկարին մեջը սխալ ես Գանդիին գնայեմ ասավ կտեսնեմ հաշտություն Մայր Թերեզային նկարին գնայեմ կտեսնեմ ծառայություն եւ զոհուղություն Հիսուսին նկարին գնայեմ ասավ եւ կտեսնեմ սեր ինչ կա սա ասոր մեջ եւ երբ որ ինքը այդ բառը ասավ ես ամիջապես մտածեցի Աստված կխոսի զորապ դուն կուդունդ Հիսուսին նկարը ունիս այս շեխ ունի եւ խորեցա արակմա Չունիմ, հայր մեր ունիմ, խաչ ունիմ, ուրիշ նկարներ դերևս ունիմ, բայց Հիսուսին նկարը չունիմ։ Եվ այդպես միա, որ ճիշտ այդ բահուն նկարը շուտով ինտերնետեն դաունլոդերի դբեցի եւ մինչեւ հիմա դունս մեջ կախած եմ եւ շատ փնտրեցի գիշեմ նկարը, մինչեւ նկարը կդա եւ այս բոլոր աստծո նախախնամությունն է։ Նկարը կդա, որում վրան Հիսուս ասես դեզերտի մեջ կեցած է Եվ գտիդե աչքերը թեպի անցին, երբ որ նկարին նայիս, եւ դա գրված է I love you more than you know։ Եվ ես այդ օրը այսինքն բանկի դարձապարտիցեմ, բայց ասված դիդավորյալ գնե, ես բարարանից մեջ են զուգատիպություն բարը վերցուցած եմ եւ բարը, որովհետեւ չեմ հավատանանոնց, բոլորն էլ Աստված գնե։ Ուրեմն դբեցի եւ թերի նկարը բադին վրան դոսենյակին մեջ։ Եվ այսօր երբ որ այդ նկարին գնային Սեմ որ Աստված մոտավորապես 15 տարի առաջ հետս խոսեցավ այդ նկարին եւ ասավ զորապ ես քեզի գսիրեմ քուքիցած այդ նույնիսկ ավելի
Հասի մեկ turning point-ներ, որ ինձի Աստված խոսեցավ։ Երկրորդը շատ ավելի քիչ մը աստեցիկ։ Եվ ես ավելի լուրջ եմ խորքերուս միտքերուս մեջ, սրտիս մեջ։ Սկսա մտածել, թե Աստված ինչու գուզե բաշտվի։ Որտեւ իմ հասկացողությանս մեջ ով գուզե բաշտվի, հբարդը, ինքզինք տեսածը, ինքզինք բարդատրողը։ Եվ մտքիս մեջ անուններ եկան պատմությունեն ի վեր, Մեծն Ալեքսանդր, Փարավոնը, Բալը, եւ վերջին ասենք 19-րդ մինչեւ 21-րդ տարի մեջ շատ անուններ կան, որ գուզեն բաշտվին, վիճի տամ հիմա ես անուններ։ Ուրեմն մյուս կողմեն Հիսուս Քրիստոս անունով մեկը կա, որ գուզե բաշտվի, բայց նկարակիրը մյուսներուն նկարակիրին չի համապատասխանում։ Խոնար է, ներող է, իմ սովորական հասկացողությանս մեջ, բարի է, սիրող է, ինչպես այս նկարակիրը մյուս նկարակիրներուն պես, որ չի համընկնիր գուզե բաշտվի։ Եվ անգերձ ասած ինձի շատ նեղացուց հասկացողությունը, սկսա հարցնել մի քանի անձերու գղերականներու, բոլորն ալ պատասխանեցին, բայց ոչ մեկուն պատասխանը գացե կողացուցիչ էր։ Վերջը օրմը Արադեր Հարությունյանին կորձին մեջը հարցուցի։ Եվ ասի Արաթուն ինչու գբաշտես Աստծո։ Եվ արան մեկ նախատասությունը սա, եւ այդ նախատասությունը ինչպես անգլերենով գսեն գարձեք տենեդը բուրզային ջի սրդիսարն։ Զորաբեսավ ես Աստծո գբաշտեմ, որտեվ գսիրեմ իրեն։ Եվ գարձեք հոն ես ճիշտ ապտակ մը գերածի պես։ Հասկացա, որ խնդիրը Աստծո կողը չէ, որ գուզե բաշտվել կամ չբաշտվի։ Խնդիրը իմ կողս է, որ ես չեմ ուզեր բաշտել եւ կպտրեմ մահանա ասելու թե Աստված այսպես կամ այնպես է ինչու գուզե բաշտել։ Աստված մեկուն վրա չէ բարդացած իր բաշտամը։ Մենք ենք, որ մեր ազատ կամքով պիտի բաշտենք, բայց ես հոն հատ վարյանին Սուրբ Հոգին ինձ շատ լավ հասկացուց, որ դունես հբարդը, խնդիրը հոգով է։ Դունես չես ուզեր որ ձերիլ իմ թիմացս խոնարի։ Եթե ինձ սիրես, կբաշտես ես։ Բայց քանի որ դակավին չես սիրեր, չես բաշտես։ Եվ ես այդօրը լացի, դուն կացի լացի, որովհետև հասկացա թե ես ուր եմ եւ ինչ կմտածեմ։ Մեծ turning point էր այդ օրը ինձ համար եւ սկսա ավելի լուրջորեն մտածել թե ուրեմն ինչ պետք է անեմ ես ուզեմ բաշտել հավանաբար բայց ինչ պետք է անեմ ինչպես պիտի անեմ եւ մահեն ես շատ կվախնամ շատ այսինքն երդասարդ դարիքին ովը մեկ անցնա մահեն վախնալու գարիք չունի այսինքն մեկնաս մտածել ասել թե օրը գնամ մահանալ բայց որ այդ մտածումը վախ պատճառ է եւ ֆիզիկապես նույնիսկ թողայի երբ որ մահվան մասին մտածեի անորամար չէ ուզեր երբեք մտածել ոչ մտածել ոչ լսել ոչ խոսել ոչ ալ Փորձառություն ունեցած եք ասենք ընտանիքի անդամը մոդիկ բարեկամը գործընծուցած եք որ այդ վախի ասենք աղետը ծեր մեջ եղած է թե ոչ պարզապես չեմ հիշեր չէ բայց գրնամ ասել որ չէ գիտեր ես ֆոբիա բառը սովորեցա կանադայի մեջ վերջին 25 տարվա մեջ գարձեք մահվան ֆոբիա ունեմ Տեղ մը չգար որ ինձի բանդրաձել այնինչ որ ինձի գվախցներ գրնամ այդ ասել որ իմ գոյությունս my existence բիդի վերջանա Եվ երբ որ մտածեի որ օրը ես չգամ այլևս աներ որ զիս կվախցնեմ ասենք այդ հասկացողությամբ մահանալը չէր այլ իմ չգոյությունս անշուշտ մահանալը այդ էր այլ հասկացողը բայց իմ ֆիզիկական ոչ ներկայությունս էր որ զիս շատ կվախցնեմ Եվ ես օր մտեմ ուրեմն այս վախերուս մեջ Անշուշտ կորձիս խնդիրներ կար, իսկ իսպեծաներ էր պայմանները կորձը բահելու եւ այլն, հաջողություններս ունեի եւ այս վախի մտահոգությունը հետս օրը ինքզինքիս հարց տվել։ Եթե ես վաղը մահանամ, ինչ պիտի լա իմ վիճակս։ Եվ շատ լուրջ այդպես գարձեք ասանք 1000 կիլոնոց քարմը վրաս ինգավ։ Ես այդքան մահեն գվախնամ Եվ եթե վաղը մահանամ վիճակս ինչ պիտի լա։ Ուրեմն իմ երևակայությանս մեջ հետևյալը պատկերացուցի իմ մտքիս մեջ միաս։ Որ ես Աստծո դիմաց պիտի լամ գիտեմ դատաստան գա։ Եվ Աստված ինձ պիտի հարցնի ամենեն արա զորա
Սուրբ Գիրքը գարտացած ես երբեք։ Եվ ես այլևս սուտ չեմ գնալ խոսիլ, պիտի ասեմ, որ ոչ չեմ գարտացած։ Եվ պիտի Աստված հարցնե, միտե ինչու չես գարտացած։ Ես ալ պիտի ասեմ, ինչպես որ այսօր հավանաբար դժբախտաբար մեծ մասամբ մարդիկ այդ պիտի ասեն, ժամանակ չունեին։ Աստված ալ պիտի ասե, ցույց տամ քեզի որքան ժամանակ ունեիր եւ ինչին վրան վատնեցիր կամ դրամատրեցիր, բայց ինձի չդրամատրեցիր։ Եվ այդ վարյանին որոշեցի, որ վերջ, ես պիտի գարտամ այլևս Սուրբ Գիրքը։ Պիտի գարտամ։ Կուզեմ գարտալ։ Եվ իշխմը ձլացա գարտալու, ուրեմն շադոնցվն է, Աստված նորեն կործած էր մեջս, Bible app ունեի, հոլի app-ը, որ գիտեի, որ audio Bible կա մեջ։ Ուրեմն որոշեցի այդ գիշերը պիտի գարտամ, բացի app-ս եւ զադեցի ավետարանը։ Միան գիտեի, որ ամբողջ Սուրբ Գիրքին մեջը 4 հատ ավետարան կա, անուններն ալ չէի, դեռ Հովանեսը Տյուրին անուններ, մեկ հորեղբորստուն անուհովիկ էր գիտեի, Ղուգասը քիչ շատ Ղուգաս լուրալ չունեի, Մարգոսը եւ Մատթեոսը լսած էի։ Ուրեմն բացի Գիրքերեն մեկ հատ չեմ հիշեր այսօր եւ գլուխ մզադեցի chapter-ը եւ սկսա մտի գնել ագանչներս դնելով իր ֆոնը եւ գնացա գիշերը 5 վայրկյան մտիկ գնեմ արդեն գնացած եմ։ Եվ այսիկա պատահեցավ մոտավորապես 3 տարվա ընթացքին մի քանի օր մտիկ գնեմ, մի քանի օր չմներ եւ այլն եւ այլն։ Բայց այս բոլորի մեջ միևնույն ադեն ես WDC extra դիոգայանը գա որ Օնտարիոյի մեջ կսրբվի հավատքի գայան է հոգեվոր մատկամներ, երկեր եւ սկսա անիգա մտի գնել։ Եվ անոնց մեջ են ես այս խոր մտածումներուս մեջն եմ, ուզեմ Սուրբ Գիրքը գարտալ մեկ կողմեն դեղեցության համար, ասում լավ գիտելիքներ կան, պատմություն կա հрьяաներու մասին, աստուծո մասին եւ այլն։ Ուզեմ գարտալ եւ որ ռադիոգայան ասա որ գիտեք սա մարդիկ Սուրբ Գիրքը գուզեն գարտալ մի քանի պատճառներով։ Գան որոնք կուզեն գարտալ սա պատմության համար, պատմություն սորվելով։ Գան կուզեն գարտալ դեղեցության համար, որ գիտնան, որ Սուրբ Գիրքի մեջ ինչ գրված է։ Գան կուզեն գարտալ սա հագաճարության համար, որպեսի contradict անեն եւ ասեն հագասեն, ասեն աս գրված է, ան գրված է, ասածը ճիշտ է, ասածը։ Եվ գան այլ մարդիկ սա կուզեն գարտալ հավատքի համար։ Եվ ես հապտակ մգերացի պես նորեն հասկացա, որ իմ գարտալս դեղեցության եւ պատմության համար պետք չէ, լա հավատքի համար պետք է։ Շատ հստակ հասկացա, Աստված խոսեցավ, իմ մարդիկ կսեն Աստված ինչպես կխոսի, ասկե հստակ ինչ պիտի խոսի։ Քանի անգամներ խոսած է այս իմաստով։ Բոլորիս ալ հետ իմս բան չէ բացարիք օրինակ մչեմ ես։ Վստահ եմ մարդուց տեքստ մեսեջով խոսած է, տելևիզիոնեն խոսած է, ծեր այս մեր հաղորդակցությունների մեջ խոսած է։ Ուրեմն Աստված կխոսի, մենք ենք որ երբեմն գուզենք վարանի լսել, չէ, անիգա Աստված չէ, բայց Աստված հստակ օրեն կխոսի մեզ։ Ուրեմն ես հոն հասկացա, որ պետք է գարտամ Սուրբ Գիրքը հավատքի համար, ոչ թե դեղեցության համար։ Եվ սկսա քիչ ավելի լուրջ գարտալ, մտի գնել։ Ուրեմն բայց դակավին ավետարաններում մեջն։ Ուրեմն կանք հասնենք այդ թվականին, ուր ինչ որ Աստված իր հրաշագործությունը կատարեց։ Մասոնք բոլորը իմ կյանքիս մեջ ված են եւ ես ասոնց հետ արդեն գաբրիմ ասսկացումներուն, ասմադացումներուն եւ այս խորքերուն հետ։ Ուրեմն 2018 սեպտեմբեր 20 ժամը 8:30 5 շաբթի օրը ես կորձի պայմանով դուրս մեկնեցա որ ապրանք պիտի ծախեմ հաջախորդիմը ներգեր ավելյալ մնացած ներգեր եւ երբեմն այս անցին հետ գնենայի այսպիսի կորձ parking lot մը գահանտիբեինք եւ հոնդերը ես ներգերը գանցնեի ինքնալ գանխիկ տրամ ուդա ինձի եւ բարև ինչպես ես եւ բայց ո՞ւմ հասկացած ենք որ ոչ ես իրեն պետք ունեմ հարցնելու ինչ պիտի նես աս ներգերը ոչ ալինք ինձ գարցներ թե ուրդեղեն բերիր ինչ կնես թունաս ներգերով ես չեյսած դբարան ունիմ, ես սած է դբակրության կործի մեջն եմ, ինքնալ ասած էր, որ ես ալ վաճառականության կործի մեջն եմ, բայց շատ 5 վարյանոց հանդիպումներ էր մեր հանդիպումները, դերևս 3 անգամ, եւ այդքան բան է իմ ծանոթությունս այս անցին հետը։ Ուրեմն բայց 2018-ին ելա դվի իրեն ներգերը, փոխանակեց ինձ գումարը եւ
Սկսանք խոսել։ Այն ադեն parking lot-ի մեջը Sears company-ն կար, որ փակվեցավ։ Եվ սկսանք խոսել, որ այսքան մեծ հաստատություն, որ միլիոններով, բիլիոններով դոլարներով արժեքներ, մեկ են փակվեցավ։ Եվ կյանքի մասին սկսանք խոսել, թե ինչ է կյանքին իմաստը։ Երբեք չէինք խոսած ասանք նյութեր եւ երդասարդ տղամն է, մեկ ժամը խոսեցանք գրեթե։ Մեկ ժամ վերջ բադահեցավ ինչ որ բադահեցավ։ Ուրեմն ինչպես որ դուք հիմա իմ ցայնս լսել, ես ալի երկնքեն Աստծո ցայնը լսեց։ Որ ցայնը ինձի գսե Տուն անգլերեն գսեն, անգլերեն ասեմ, այս մարդուն պիտի խոսիս Հիսուսի մասին։ You have to speak about Jesus to this person։ Հիմա հոս գնամ մեկ բան։ Այս 3 տարվան մեջ որ ես սկսա գարտալու Սուրբ Գիրքը ավելի եւ լսելու, մտի գնելու, 2 passage-ներով, պարագրաֆներով դերը հետս խոսեցա։ Առաջինը սերմացանին արագին էր։ Հիմա շատ արագ անդրադառնամ անոնք, որոնք չեն գիտեր արագի մասին, վստահ եմ դու գիտես։ Ուրեմն Տեր Հիսուս պատմության մեջ կսե թե մարդ մգա սերմ գցանե եւ սերմը գինա զանազան հողերու վրա, քարին վրա գինա թրջունները գան գուտեն, 4 հողի մեջ գինա հազիվ գաջին արևը գճորցնե, 3-րդ հողի մեջ որ գինան մեջը փուշեր ագակի չմգծնի փուշերն ագծնին, բայց փուշերը գխեղտեն սերմին, եւ 4-րդ հողի մեջ գինա եւ բազմապատկվի։ Եվ աշակերտները կհարցնեն, որ ինչ կնշանակի, գսե սերմացանը, ես եմ, սերմը իմ խոսքս է, հողերնալ մարդիկ են։ Մարդիկ կան կարասիրտ են, խոսքը երբ որ մեջերնին գուկա չաջիր, սադանան գուկա թրջուններում լեսկարներ իրենց մեկը կողնա, մարդիկ կան չորեսիրտերնին, չունին արմատ, երբ որ արևը գուկա դյանքի նեղությունը գուկա գիչորցնե իրենց, մարդիկ կան, որ գուզեն լսել, քիչ մոմդիկ կնեն եւ այլն, Դերևս եկեղեցի ալի աջախեն, բայց իրենց կյանքի նեղությունները եւ հաճույքները գուքան գխեղտեն եւ չեն ցկեր այդ խոսքանոց մեջ ածի եւ մարդիկական որ գնմանին բարարդ հողին պատրաստեն եւ որ Աստծո խոսքը կլսեն իրենց մեջ կծաղի եւ ես այս բարբերությունը պատմությունը արագը 3 տարվան մեջ դերևս 25 անգամ լսած եմ հիմա գրնամ ասել որ քրքին որ ավետարանին որ գլուխն է բայց այդ օրը չէի գիտեր Եվ ես երբ որ զադած եմ եւ Աստված ինձ քանի անգամ այս խոսքը լուսուցած է աստած է վրաս բադահական չեն Աստված հստակորեն ինձ ուզեց հասկացնել եւ ես դերմա այս 3 տարվան մեջ որ մտիկ սկսա անելու ինձ ինքիս հարց տվի զորա տուն որ մեկ հողնես ինչ եմ 25 անգամ այս արագը եւ աստե վրաս եւ վերջ ասեմ անցիր վրա են շատ հստակ հասկացա հարցումը ինձ գուղվի Աստծո մեն Ես եմ նորեն դիալոգը նողինք զինքիս հետ, բայց զորապտուն որ մեկ հողն ես։ Առաջին հողը չէ, ես մեծի կյանքիս պատմություն եմ, atkan կարկարոտ չէի Աստծո հետ, գուզեի հավատալ գիտնալ եւ այլն։ Ես վերջին հողն եմ բազմավատ գվիմ գոր 30, 60 եւ 100 Ադալ ջան, ոչ ինքս կրնամ խապել, ոչ Աստծո կրնամ խապել, ոչ ագուզեմ։ Ուրեմն ես առաջինը չեմ, վերջին 4-րդն չեմ, գամ երկրորդն եմ, գամ երրորդն եմ, բայց շատ լավ հասկացա որ Ես երրորդն եմ։ Ես միշտ ուզած եմ ինչպես որալ գնեմ այդ օրերուն, լսել, ջանչնալ, գիտնալ ավելի, բայց գանքիս հոգսերը, խնդիրները, նեղությունները եւ միևնույն ադեմ հաճույքները, հիմա չեմ ուզել անոնց անդրադառնալ, ինձ շեշտած են որ ես չշարունակեմ, չաջիմ լման խոսքի մեջ, եւ շատ լավ հասկացա։ Եվ կարծեք թե ադիկա իմ աբաշխարումի, զղջումի, խոնարհությանս խոնարհություն բառը ինալուս more my humility my humble հոն հասկացա ես ով եմ Աստված ով է ես ուր եմ ինքը ուր է եւ իմ հարաբերությունս իրեն հետ ինչ է հասկացա ես ուր եմ բայց ցանկությունս այն է որ ես 4-րդը եմ երկրորդ համարը որ համարները որ շատ վրաս աստեցին Հիսուս Քրիստոսի հանդիպումն է Նիկոդիմոսին հետ Երբ որ Նիկոդիմոս կտեսնվի եւ գսե դու Աստծո մե եկած մարդ ես այլապես չես կրնար այսպիսի հրաշքներ գործել Տեր Հիսուս չպատասխաներ հարցումին եւ գսե Գիտես Նիկոդիմոս որ այդ օրվա հрьяներու օրենքը գլած պիտի ասեմ սորվեցնող այսօրվա մեր վերաբադվելիներու գեղերականներու տիրկող մարդ բանե անոր գսե Նիկոդիմոս եթե թուն գսե նորեն վերեն ճիծնիս բարը
չես կրնար տեսնել Աստծո արքայությունը։ Եվ երկու անգամ գսել, անշուշտ անգլերենով born again գսենք, բայց born from above է, born again from above ասեմ ես։ Եթե չես ծնած գսե այդպես, չես կրնար մտնել կամ տեսնել Աստծո թագավորությունը։ Եվ Նիկոդիմոս կպատասխանե գսե դսորի կբացատրես, թե դու չես հասկնար որ սովորական բաները ուրիշները ինչպես պիտի հասկանան, բայց իրավ չեմ ասացել, հոգիով եւ ճուրով պետք է ծնես։ Եվ գսե այդ ինչպես կլա, մայրս արդեն մահացած է։ Գսե որ նայր։ Ինչպես որ հովը գպչե, դու չես գիտեր ու դեն ու կա եւ ուր գերտա, այնպես ալ վերեն ծնելն է։ Եվ այս նախատասությունը գարձիկ թե ինձի շատ նեղացուց։ Այն իմաստով որ Գուզեմ հասկանալ ինչս է, որոնք հարցնեմ, գուզեմ հասկանալ ինչս է, հով ինչ գործ ունի, մեկ կխոսենք born again-ի մասին, հովին մասին կխոսի Տեր Հիսուս։ Եվ սկսա իսկապես նեղանալ։ Եվ այս նախաբարբերությունը passage-ը նորեն այդ 3 տարվա մեջ առանց իմ գիտնալուց որ մեկ գրքին, որ մեկ գլուխին մեջն է, դարձյալ եւ դարձյալ լսած եմ եւ անգերց ուզած եմ հասկանալ, թե ինչպես կլա այս ծնունդը, որովհետեւ իմ Սուրյո հասկացողությանս մեջ մանկության born again բառը թաբու էր։ Born again-ը ապաշխարողները ինձի կոնե ինձի համար այդ ժամանակ 1980-ական թվականներում գործ չունիս ասմարտոց հետ ասոնք ծայրահեղ շատ սանգներնիդ քրիստոնյաներ են ոչ մարդոց հետ կհարաբերին, ոչ կխոսին ավելորդ, ոչ միան Աստծո եւ Հիսուսի մասին կխոսի։ Քիչ մոս կուշ պիտի լաս ասոնց մեն։ Իմ դպավորությունս կոնաներ, գնամ սխալալ ճիշտել չեմ գիտեր, բայց իմ մանկության դպավորությունս այդ էր, որ այս որ նգեն ապաշխարողներուն այդ կորտ չունենաս։ Հիմա կգարտամ Սուրբ Գիրքին մեջ են Տեր Հիսուս կսե անոնց մե պետք է լաս։ Եվ մեջս այսպես փամը գերա եւ գուզեմ հասնալ ինչպես պիտի լամ գուզեմ լալ դերևս բայց ինչպես պիտի լա հով ուր դեղեմ որ կփչեչես գիտեր բայց եւ որ փչեի գիտա ուրեմն ասում կամենը մեջս հիմա ես այդ օրը այս մարդուն թիմացը ցայմը գլսեմ վերեն անգլերենով ինձ ասե you have to speak about Jesus to this person իմ առաջին ցանկությունս է որ խոսիմ մարդուն ես գուզեմ խոսիլ մարդուն բայց նանոսեկունդներու մեջ են հավանաբար ասպատահածները Միտքես նախ մարդուն գնայիմ, մարդը սրջակույն մամորտով, ավելի հայտնի է որ Ասիայի գոմերեն եկած, հնդիկ, Շրի Լանկա, Բանգլադեշ, այս տեսակետով մեկը պիտի լա, եւ իմ մտքիս մեջ առաջին հարցումը, ասի քրիստոնյա չէ ինչ պիտի խոսեմ իրեն։ Երկրորդ հարցումը որ միտքս կուկա, Թերևս Կանադայի մեջ ենք ես հիմա եթե իմ գրոնքիս մասին խոսիմ մարդը գրնա ինձ թադի Դանիելը սե որ տուն գրոնքդ վրաս կբարդախրես կոր Երորդ բանը որ միտքս կուկա շատ արագ ինչ պիտի խոսիմ Ինչ պիտի խոսիմ աս մարդուն ես մեկը պետք ունիմ ինձ խոսելու Քրիստոս Հիսուսի մասին բայց ցայնը գգրտնվի չերտա այսին ցայնը հոն է you have to speak about Jesus to this person Հիմա ժամանակը չեմ գրնա բնորոշել 5 վարյան 10 վարյան չեմ գիտեր գարջը անշուշտ բայց դեմը եկավ սկացի որ եթե չխոսիմ պիտի բայթիմ հանգիստ եմ գուզեմ խոսիլ եւ հիմա գրնամ ասել հանցնվեցա հնազանդեցա I surrendered and I obeyed եւ ցկեցի որ ինչ որ պիտի ասեմ հիմա երկու անդրադարձ կրնալ լալ թիմացի մարդան գամ մտիկ կնե գամ չնե այսինքն գամ երբ որ կսկսես խոսելու գեզի կհասկացնե գլրեցնե գամ ալ կհետևի եւ մտիկ կնե եւ այս մարդը ես երբ որ սկսա խոսելու 1 ժամ ինձի մտիկ 1 ժամ ժամացույցը լուրունիմ ժամ են որտեղ դունեն ելած եմ պիտի վերադառնամ Եվ այս 1 ժամվա մեջ ես միան 2 բան կհիշեմ ասածներս Մեկը դա այն էր որ նույն այսալ աստվածադուր է աստծմեդը դրված է ինձի որ ես այդ օրը գրնամ այդ տեսակ բան ասել Հիմա գրնամ ասել ուսումնասիրություններ ուսանած եմ գարտացած եմ այդ օրը չունեի անիգա որոնեմ Եվ գարձեք թե նախ հասկացա որ ad հովը ուրդեմ որ գուկա զորապտուն չես գիտեր Սուրբոքին երբ կուկա ինչպես կուկա եւ քեզի ինչպես կնե չես գիտեր դու ոչաբեդ կունես գիտնալու բայց երբ որ կուկա շատ հստակ կգիտնաս ես այդ աստծո ճշմարիտ խոսքը ճշմարտությամբ հայտնվեցավ կյանքիս մեջ Մույսնա շատ հստակ հասկացա որ մեկ սերնեստուն եւ ինչ կուզես լալ անալ հասկացա որ ես որ մեկ հողնեմ եւ ինչ կուզեմ լալ ուրեմն ասմարտուն հետեւյալ պատմությունը պատմեցի մենք հալեբ հյուղ ունեին, քաթեջ ունեին
Եվ մեր կատեջի մեջ բուդուղի ծառեր շատ ունեն։ Հալեբն ալ հալեբցիները գիտեն, շատ ծանոթ է իր թուզի բդուղով, ինչպես ասենք Կալիֆոռնիա oranges, քեսավի խնձորը, հալեբին ալ թուզը գրնան գսել, իսկապես շատ համոն։ Եվ ենթադրեցի, որ այս մարդը ուրդեղեն որ գուկա թուզ չէ գերած։ Եվ հարցուցի իրենսի թուզ երբեք գերած ես, ասա որ ոչ։ Պատմեցի Սինայի մերդանը մեջ թուզի ձարգար եւ ես շատ ելած քաղած եմ ատուզը ճիշտ ծարեն եւ գերած եմ եւ շատ համով է։ Հիմա քեզի որքանալ բացատրեմ ես այդ թուզին, դեսկին, երևույթին, համին, իր փաղադրության, իր շինվածքին մասին, թուն վիճած կնաս ատուզը ինչ է, մինչեւ թուն անցնավես խազնես եւ ուդես որ գիտնաս իրավ թուզը ինչ է։ Այո, սա ըսի նույնն ալ Հիսուսին ճանչնալն է։ Ես քեզ հիմա որքանալ խոսիմ Հիսուսի մասին, դու պիտի չի հասկնաս ինքը ով է, մինչև դու անցնաբես իրեն տեսնես հանդիպիս եւ Բայց գիտնաս։ մինչև այս երկվարգանը դու չէիր խոսած իրեն Հիսուսի մասին։ Ոչ, ես անունը նույնիսկ Դուզով, okay։ Wow։ խոսա, այսինքն 1 ժամ է արդեն գխոսենք Այո։ Հիսուսի մասին, բայց ուրիշ նյութերով չենք խոսած, միշտ խոսածներս ալ Հիսուսի մասին չեմ հիշեր, միան այս պատմությունն է որ գիհիշեմ։ Ուրեմն ասի որ դու պետք է անցնաբես ճանչնաս, որ գիտնաս ով է ինքը, ես ինչ ալ խոսիմ հիմա քեզի, անշուշտ ինքը չի գիտեր ես ցայմը լսեցի որ ինձ գսե որ խոսի Հիսուսի մասին, ցայն ես լսեցի, ինքը չի լսեց։ Բադմելես վեճ այսքանը, ասա որ հիմա աս խոսածիդ մեջ ինչ պետք է հասկանամ, ասի հավատք։ Եվ մարդը օքեյ, սա հավատք, faith, ցկեց գնաց։ Մա ցկեց գնաց, բայց ինձի ինչ եղավ։ Ես դուզի ես խացի։ Ես գիտեմ, որ ես փոխվեցա։ Ինչպես բացատրեմ հիմա գործեմ երբեմն բարեր գտնել։ Ես գիտեմ, որ իմ սիրտս ելավ դեղ ուրիշը թրվեցավ։ Այսի չեմ նվիրցով բացատրել։ Ես գիտեմ, որ սիրտս փոխվեցավ։ Ես գիտեմ, որ միտքս փոխվեցավ եւ անշուշտ ովև մեկը որ դարձի գուկա, աստուծո մեծության դիմաց, ասպես չի գնալ հիմա ինչպես որ ես գեցած խոսում որ հետը, գահալիս եւ գխոնարիս եւ գինաս։ Անշուշտ ես գուլամ հուզված եմ եւ չեմ uncontrollably չեմ մնա գնալ եւ գթողամ եւ գշարժեմ ժամին նայեցա ժամը 11-ին քառորդը ես դունեն 8:30-ին ելացել միտքս եկավ արային տեքստերի քիշերով մենք գործի մեջ ժամը 8-ին վերջարը չենք խոսած բայց այդ օրը 11-ին քառնա տեքստերի արային ասի որ Հիսուսի մասին բան ուզեմ հարցնել քեզի Ենթադրությունը այն է, որ արանալ տեքստով պիտի պատասխանե ինձ, ինչ կուզես գիտեմ։ Արանալ աստծո նախախնամության մեջ ցայնեց։ Նայես parking lot-ի մեջն է, մարդ չի ավտոյի մեջ մինագես։ Արան ցայնեց։ Արդեն չեմ գրնալ խոսի, լսա որ ինչ եղավ զորա, պատմեցի պատմությունը, ըստ ավադիկա սուրբ փոքիներ հետ խոսեցա, կումի չատ խոսեցա։ Եվ ես հոն գարձես ասանք վրաս, վերեն շնորհք մթափեցա վրաս։ Լրիվ հանցնվեցա, ես քառորդ ժամեն ավելի արանալ հերացայնին վրա մեղանչած եմ, ասում ները ինձի դեր, ես արժանի չէի, շնորհակալ եմ, որ ինձի փոխեցիր, ասկանը գիտեմ հիմա, անշուտ արան ինձի սա, որ վրգվեցար, և դուն կացի արդեն ուրիշ անց եմ։ Միջև ամուսնացած էիք։ Այո, անշուշտ, մինչդեռ գինս արդեն 2 ժամ է գցային է որ ինձի և ես չեմ պատասխանած, երբ որ դուն մտա Առաջին հարցումը գնոջս եղավ չսավ ուր էիր ինչ ուշա ասավ 911 ցայնեմ ինչ ունիս ինչ եղած է քեզ հիմա ես ինքս չեմ տեսներ որ գիտնամ ինչ եղած է բայց ո՞վ է մեկը որ ինձ այդ օրը տեսներ կգիտնար որ բամ եղած է transformation-ը եղած է անգասած եւ այդ օրվանե իվեր որ ես լրիվ եմ մտքով եւ հավատքով եւ խելքով եւ իմ հոգիովս, և սրդովս գիտեմ, որ փոխված եմ, ուրիշ մեկ եղած եմ։ Դղաս այն ադեն 4 տարեկան էր, աղջիկս ալ 5.5։ Աղջիկս քիչ ավելի զուսպ է, դղաս քիչ ավելի համարձակ է։ Եվ անշուշտ սկսա աղոթել, մինչև այն ադեն աղոթել, սուրբ գիրքը ավելի գարտալ, հոգևոր երկերը սկսա մտի գնել, ոչ միայն հայերեն, անգլերեն նույնիսկ, եւ ցնծություն մգա մեջս, ուրախություն գա մեջս, եւ այս ամենուն վրա վախի մահեն վախտալ զգորսվեցավ։ Հալելույա։ Հալելույա, այսինքն դերը ինչպես կփժշկե եւ միտքը եւ հոգին եւ սիրտը եւ ամեն ինչը փոխեց։
Եվ ես օրը այդ մեկ շաբթվա մեջ այսպես բադվանեն դուրս կդիդեմ գիշերը, գաղութեմ գբաշտեմ գոր դերոջը եւ գնայեմ գոր բադվանեն իմ երևակայությունը սան շուտ որ Հիսուս օթին մեջ կեցած է եւ գհաշվեմ որ հիմա եթե մահանամ ես կովդ գլամ հետդ գլամ հավիդենաբես եւ ուրախություն ես գուլամ որ առաջ վախես գուլայի հիմա ուրախություն ես գուլամ որ եւ ասիգա ես չեմ գնալու Չեմ գնար ես ինքս ասես լարեմ եմ որ վաղը մահեմ չի վախնամ այլևս եւ գամը վսեմ որ ես վաղվն է ամբողջ կյանքս պիտի փոխեմ սուրբ պիտի գարտամ պիտի աղոթեմ պիտի բաշտեմ եւ եկեղեցի պիտի դրտամ եւ այս պիտի դրած 4 տարեկան էր ինձ իսավ հայրիկ կսենձ ինչ եղած է քեզ իսավ ինչ եղած է սիդրաս Սավ երկու շաբաթ է միան Հիսուսի մասին կխոսիս խորամ մեն վարգյան մեզի 4 տարեկան մանուկ որ ոչ մտքի գիտակցություն ունի, ոչ կարողություն ունի, հասկանալու թե իր հայրը ով է, Աստծո փառքը կտեսնե, Աստծո հրաշագործությունը կտեսնե, որ իրեն հորը փոխեց։ Ասարս որ մճակ խոսացից ինչ է ամեն գեսել քեզի հայրի։ Ինչ է ավս ես այդ օրը իրեն Աստվածը սի փոխեց ինձ, բայց չեմ կեր Աստծո չհասկացա։ Բայց մանուկ նույնիսկ մեկը գնանք տեսնել, որ Աստված ինչպես կկործե։ Սոթեպ կաստուծո գադարած հրաշագործությունը այդ եւ վկայությունս իր վկայություն։ Գներեք դերևս անձնական հարցումը բերի հարցնեմ, իսկ ձեր գողագիծը ինչպես ընդունեց։ Շատ լավ։ Շատ լավ, որովհետեւ իմ գողագիծս եւ իր ընտանիքը եւ իր ավելի մեծ ընտանիքը իր հորեղբայրը եղած է վերաբացվելի հորաքրոջ ամուսինը վերաբացվելի սինհավատքի յանքի մեջ էին անշուշտ բոլորս քիչը շվարած ենք ասեմ ճիշտ բառան է որովհետև դյուրին բանջը որ մարդը մեգորեն մույսը իր կյանքը փոխե բայց ուրախ շվարած ենք ուրախ մոդեցումով ենք որ դերը մեր մեջ գործե եւ ես որ կսկսեմ տեքստեր նայր երկրորդ Կորինթացիս 5:17 Սե եւ այս տեքստը Ղուկայինս Bible app text verse of the day Հինը կնած նորը եկա անոր Քրիստոսով է նոր արարածը Եսսի եթե ես բամը պիտի գրեի նույն դողին նման բամը պիտի գրեի Եթե Պողոս Արաքյալ 2000 տարի առաջ գրած է եւ ես այսօր կգարտամ եւ այդ կտեսնեմ իմ մեջս եւ միլիոնավոր մարդոց մեջը որ հին զորավը կնած այլևս խաչվեցավ կամվեցավ Քրիստոսին հետ եւ նորը եկավ որովհետեւ Քրիստոս հարություն արած է եւ այդ հարության զորությամբ է որ ես կապրիմ որովհետեւ Քրիստոսով նոր արարած եմ ասկավելի ինչ պիտի լսեմ ես երկու ամիս վերջ սկսա մտածել եւ չեմ գիտեր այսալ ինչու հարցուցի թե Լավ դեր ինչ կուզես ընել ինձմով, ինչու ինձի պրգեցիր։ Ոչ թե չեյուզեր պրգվիլ պրգեցիր, ուրախ եմ որ պրգած, բայց ինչ է նպատակդ իմ պրգուչանս։ Եվ ես սկսա մտածել եւ խորիլ եւ դեսա նորեն Bible app-ն տեքստը, երկրորդ Եփեսացիս 2:8-10։ Եվ նախոն հասկացա շատ լավ, որ դու շնորհքով պրգված ես քո հավատքիդ միջոցով, ոչ թե քո բարի գործերով Որովհետեւ դու չհբարդանաս զորապ օրմեսս որ նայ ես պրգվեցա որտեւ այսպես մեկնեմ այլ ես եմ որ քեզի պրգեցի որ ես չբարդանամ եւ քեզի պատրաստած եմ գսե ոյ մեկը որ հիմա ինձ գլսե որ Աստված կպրգե իրենց ես քեզի պատրաստած եմ նախաբես ծրագրված գործեր ունիմ բարի որ գուզեմ դու գադարես ծրագործի պես քեզի շինած եմ որ ընս ես հասկացա եւ սկսա հոթել ինչ կուզես ընեմ դեր եւ իմիջայլոց մենք Արաքելական եկեղեցի կհաջողեին, դիգնոչս եւ ֆորսի երթանք եկեղեցի, հսավ ավետարանական եկեղեցի երթանք։ Ես հոնքացած եմ ժամանակի մանկությանս, գիրակնորիա ունին, երթանք մեր զավակներուն բզդիկներուն ընկերներն ալ գիտեմ երթան, պիտի երթանք արաքելական եկեղեցի 2 ժամ բզդիկները չեն վարժված, ինչպես պիտի նստեցնենք։ Հոն ավելի տյուրին ընկերներ ունին, քիչ մնալ ավելի գարջո երթանք եւ ես առանց Երբան կարևոր ասոբիտ բաշտեն ես եւ եկանք եկեղեցի եւ տեսանք որ եկեղեցին մեզ շատ սիրով ընդունեց բայց հովիվ չի գա ուրեմն բոլորս կմասնած եւ ես սկսա աղոթել ասմիջոցը դեր ինչ կուզես անեմ Մեգում նա չեմ ասած որ ինչ պիտի ինեմ բայց գմտածեմ որ միտե երթամ ուսանիմ արդեն 40 տարեկան եմ եւ անգերձ ասած Սիրտ չունիմ հայրենով, սենի հետ երթալու համալսարան, 10 օրվելու, նստելու կորձս ունիմ արդեն ընտանիքում։ Եվ որ մնալ գիմի եկավ եկեղեցի են,
դարեց գիմը, ինձ իսա որ ես քեզ համար գաղութեմ որ համալսարան էր տասած հազարխանան։ Ասի ներողություն ուրիշ բադվելի սևագը գա հիմա որ Բոստոն է։ Իսի դարձեմ դուք բադվելի սևագին գակնարկեք որտեղ ինքը հայտնած էր որ ուզե երթալ։ Այսավ չէ դու զորավը չես։ Սի այո։ Սա ես քեզ համար գաղութեմ։ Զարմացար։ Смегում չեմ ասած որ դուզեմ որ ուսանիր բացի դիգնոջս։ Մի քանի ամիս վերջ նորեն աղոթեցի օթոյին մեջը դեր ինչ կուզեսնեմ եթե կուզես երթամ ուսանիմ հստակացուր։ Գիգենին բես նշաններ կփնտրեմ որ աստծո մեծ եւ ճիշտ չէ բայց շատ լեցված եմ նախ ասին եւ ավետարանչություն գնեմ ով որ դիմաց ելե Քրիստոսի մասին բիթ խոսում չեմ նալերել այդպես էր ընթացքում այսօր չեմ դերել բայց քիչ ավելի ուշավոր եմ որն է ինչա խոսեմ հազիվ աղոթքս վերջացուցի ռադիոն մտիկ կնեմ որ ինչպես որ սա քրիստոնեական գայանի ռադիոն ասավ եթե մեկը կմտածի ուսանի Տինդել համալսարանը, որ ես հոն աջախեցի վերջապես, բադրաստ է ծեզի ընդունելու լավակյուն որոշումն է, որ դառնեք եւ այլն։ Հիմա այլևս բադահականության չեմ հավատար, գիտեմ, որ աղոթեցի, Աստվածալ պատասխանեց։ Երկու ամիս վերջ հոգևոր խումբ մգար եկած էր Տորոնտո, Համերգի, վերջին վարյանին տիկետ մկդա եւ կացի։ Համերգը չսկսել է նորեն աղոթեց։ Բասի վերջին անգամն է դեր ասկե անտիմ վիճակը։ Գուզեմ հստակ որտեղ չեմ ուզել որ իմ ուզածը լամյան երթամ ուսանիմ։ Գուզեմ որ հստակ լա որ քու ուզածը դե որ ուսանիմ։ Աղոթեցի դեր եթե գուզես ուսանիմ ինձ հստակացուր վերջին անգամն է նորեն չեմ հարցնում։ Եվ աս նվակախումբը ելավ երկելու երջախումբը ներողություն։ Չերկել են առաջ սավ ասին ուրդեղեն ուր անոնք որոնք կուզեն սավ աստվածապանություն ուսանի թող չի մտածեն շատ քացեք ուսանեցեք եւ իրենց համալսարանին անունը տվավ Ավստրալիա մեծ է մեր դերը եւ ճշմարիտ է եւ ես այո վրա հասկացա վերջս գերտամ մեկ առաջ եմ արցնել դիերտամ Վիդյուսանիմ հասկացա որ դերը ինձ ուզեց որ ուսանիմ որովհետեւ վերջ անելիք ունի ինչ չէի գիտեր այսօր գիտեմ այդ օրը չէի գիտեր եւ այդպիսով սկսա համալսարան երթալ համալսարանի մեջ Աստված ինձի արիտ տվա որ աշակերտության մեջ վարչության ադենաբեդը լամ եւ ծարայեմ եւ կորձեմ եւ միևնույն ադեն եկեցին արիտ տվա որ կարոզենք աղոթենք բայբլ ստադիներ առաջնորդենք եւ այլն եւ հնացածը գսեմ պատմությունները եւ այսօր Աստված հասցուց ուր որ գուզե իր կամքին համացան Շատ ամփոփ ձևով գրնամ ասել որ ես քայլ առ քայլ ցանկիս առաջին օրեն մինչև հիմա նույնիսկ հալեբ զնելս լավ հայերեն գիտնալս անգլերեն համալսարան երթալս եւ ադամփոխ թեփքերը զանազան միություններում այդ զարայություններս ամենը Աստված պատրաստեց ինձի որ դեմը սկսի կործածելու իր парքին համար Դերոմա leadership-ը ինտերոճմեն է որ ստասար բոլորը ոչ թե եկեցին հովիվը լալուն մասին եմ յոն այսի ընդհանուր Աստված կպատրաստե մեգումը երբ որ կհանցնվին գին եւ գսենք որ դերար ինձ եւ կործած է որովհետեւ դու միանշան ամեն դեր ամեն ինչ կնա եւ ես ուզեմ շատ բարձրամսել լսողներուն որ ես յուրահատուկ չեմ ոչ այլ I am worthy ոչ այլ images I have privileges որ Աստված ինձ զատե այդպես չէ Աստված բոլորին գզատե մեկ բան ուզի Աստված խոնար սիրտը եւ գոդրված հոգին գսել սամուսը ան որ Աստծո մեծության եւ վսեմության եւ ճշմարտության դեմ կխոնարի իր հոգի մեջ Աստված անոնց կբրգե ինչու համար որովհետեւ Աստված ինքը խոնար է Աստծնտյան սուրբ արիթին արիթով գսել Արկաներու արկան թակավորներու թակավորը դիեզերքի թակավորը եւ парքի թակավորը ցկեց բոլոր парքը խոնարեցավ եւ դարձավ մարդ այսինքն արարիչը the creator դարձավ արարած the creator wants to be a creature ոչ մեկ չաստված նույնիսկ գուզատին բայց մեր խոնար Աստվածը իր արած սիրով եւ արած ողորմությամբ դադարեց անիգա որբեսի մենք բրգվի ես այսպես Աստծո դիմաց գխոնարի ամբողջ կյանքս կուտամ ամեն եւ բոլորիս կնանի Աստված այսինքն յուրահատկություն մը Աստված բոլորիս համար է բայց մենք կամենանք վիդեոզենք որբեսի կգնանք Աստծո տեսնել եւ ապրիլ իր հոգիով հավիդյանս հավիդենից
Ես այսօրվան մեր հանդիպումը իր ժամանակին հասած է, շտակավին շատ հարցումներ ունեի, դեռևս ուրիշ անգամ գծկեն գադիկա, բայց կուզեմ ցեզի նվիրել թվոց 6 24-26 համարը, որ դերը օրհնեցես, բահեցես, դերը բայձարացնե ալավելի իր երեսը ծեր վրա ու ողորմի ցեզի ծեր ամեն քայլերուն մեջ, ծեր նպատակներուն մեջ, ծեր գործերուն մեջ, ծեր հարաբերություններուն մեջ, դա Աստված ցեզի անցեր դա որ ծեր դեսիլ կդեստան, ծեր դեսիլ կհավատան, դա անցեր ցեզի Աստված դա ծարայեք միասին Աստծո փառքին համար, դա ցեզի անցեր որ իրենց եսը մերցնեն եւ միայն ապրին Քրիստոսի համար, եւ դերը իր երեսը ծեր վրա վերցնե, խաղաղություն դա ցեզի ծեր մտնելը օրհնե եւ դերը նոր անումը դա ցեզի Եվ համար մնալ պատրաստած եմ ինչ որ հիմա կստերնենք հայտնություն Հովանուն երկրորդ գլուխը 17-րդ համարը որ գսե ով որ գահխտե բահված մանանայեն ու դել պիտի դամ անոր ու ջերմակ խիճմը պիտի դամ անոր եւ այն խիճին վրա նոր անուն մկրված որ մեկը չի գիտեր բայց միայն ան որ կընդունի Ամեն, Դերոջ ամեն։ խոսքը ամեն ամեն դեր ադիկած ուսի հեմ փորձեցի հայտնած եք ամպիտի հայտնի ծեր նոր Շնորհակալ, անունը շնորհակալ եմ ցեզի գշնորհավորեմ անգամը եւս գշնորհավորեմ ծեր եկեղեցին որ ցեզ նման հոբի մունի սրերի քուրիև եղբայր շնորհակալ եմ համբերությանդ մեդիգարիր վստահեմ որ շատ օրնվեցար քաչալերվեցար եւ եթե գիտես երդասարտներ որոնք իրենց հավատքի մեջ դգարացած են նահանջած են ղրգե բաժնեկցությունը որ իր կյանքի մեջ օգնություն ալա եւ 2026 դարին չսկսած արդեն որոշում արածալա Տուն եւ ամեն։ ինքը Հիսուսի անունով ամեն Ակ, շնորհակալ եմ ատելի նմանապես, Տեր օրհնեց ձեզ եւ ամեն ցտեսություն։